Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Այսօր ուրեմն փետրվարի 28-ն է։ Փետրվար ամսվա վերջին օրն է, բայց վլոգս գարնան առաջին օրվա մասին է եւ իհարկե գարնան մասին է։ Էսի ագոնը հալածա։ Ուզում եմ ասել, երբ պետք է հալի, որ ես քշեմ գնամ ուշանում գործից։ Հայտարարակ վիճակ է, սեզոնն է դա սկսել է հիմար եղանակների։ Եղանակը, ինչպես ասում են, հա, հլը նայք, ավտոյի մեջ նստել եմ, շուշեկն ենքան սառուծա մեկ էլ, ձնույց պրծանք մեկ էլ սպլաշնոյ սառուծա սկսե, հայտարակ վիճակ է, ձեր պտի հալի գնա, ես սենց եղանակների պետք է երկու ժամ շուտ դուրս կամ տնից։ Դրանք ձմռան վերջին օրերն էին, իսկ սա արդեն գարնան առաջին օրն է եւ գարնան տոնը։ Ծաղիկներով ենք սկսում մեր գեղեցիկ գարունը եւ շնորհավորում եմ բոլորիդ գարնան առաջին օրը, տոնը եւ իհարկե գարնան գալը միշտ էլ ուրախություն ու երջանկություն թող բերի բոլորիս տներում, սրտերում եւ հոգիներում։ Они вот сейчас, у них хорошая динамика, они потихонечку зеленеют, светлеют. И в чем их надо держать? Просто в воде, в базе, как цветы, подвязать их иногда. Ничего туда не надо положить в воду? Вот этих очень люблю прям. Хвой? Как называется они? Эвкалипт. Извиняюсь, хвоя это другое. Если распустится, вы к нам как-нибудь зайдите, скажите. Я сниму фото, вам принесу, Да, покажу. будем очень рады, потому что Чек выбрасываем, нам не надо. Спасибо большое за такую красоту. Мне просто ради интереса я ее купила. Да, тоже интересно. Ну, Все, потом спасибо. Как-нибудь увидите, расскажите. Конечно, они уже тут типа Да, распускаются. вот я говорю, видите, надо? Սիրելիներ, ես արդեն տուն եմ հասել, հիմա մի քանի գնումներ ունեմ, ձեզ հետ կկիսվեմ, կցուցադրեմ ու ծաղիկներս էլ ցույց կտամ եւ կշարունակենք օրը, ինչ ենք անելու, մի հատ սուրճ ենք դնելու եւ գնանք նստենք ուղիղ եթեր ձեզ հետ, այդ օրս այդպես ավարտվում է։ Երկու հատ բան ունեմ, եկավ ալբերիսից, զագաս, բացենք տեսնենք ստեղ ինչեր կա։ Մուսը, այս Sunday անոթից շատ եմ սիրում այս բազմերները, մեկ-մեկ կարողանում եմ պրոստը ձեզ հետ կիսվում եմ։ Նայեք, ես է պլաշան, եսա սեզոնը կսկսվի, ես գույնը շատ մոդա է այս տարի, շատ սիրում, եսա ցույց կտեմ, այստեղ ինչ է, բլուսկայա մի հատ, ես հենց համառային, որ հիմեկվա եսա տակ սեզոնները սկսում է դել, հենց այս շորերը վերցրեցի, ձմերը սկսվեց թազը, այսպես մի հատ կապույտ շալվար, մի հատ սպիտակ շալվար, մոք կապույտն ու տաբատ կներեք, ուզում եմ մի նոր նորություն ունեմ, ես էլ ինչ որ առել եմ տեղի համարա, ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, ես հատուց կտամ, իսկ սա առանձին կոֆտեչկա ես է, բացեմ, ոնց որ բացածեր փակեցին, այսպես, ես ինչա, հա, թարսել եմ, որս ինչքան եմ ճմրթել, թարսել եմ, ցույց տայի ձեզ, շատ սիրում ենք այս ծաղիկները, բանա ինչա կոչվում, սակուրա, շատ սիրում ներ դիզայնը, կիտայսկի վիշնյովի սադը որ կա, սակուրան, հենց վիշնյայի ծաղիկի հետ են, եսա սեզոնները գարնան կբացվի, սիրուն կեղնի, դրանք սաղ կհակնեմ ցույց կտամ, ինչ որ նորություն ունեմ, ես եմ առել, եսա, բացեմ, որ ցույց տամ, մի վարկյան, սա եմ, որոշել եմ, գիտեմ առողջությունով զբաղվեմ և իսկ պատճառով գնել եմ, ահա, սա, լողազգեստ հատուկ բասեինների համար, ոշը, ես էլ ցույց կտամ հետո, պետք է լողով զբաղվեմ,
Տեսնենք ինչպես կստացվի։ Անտոնիա, այսօր կանալաչին, առաջին ավին համար գնել եմ սիրուն, այսպեսի մուսկայով չկա։ Հիմա փորձեմ ուղղակի շորերս ձեզ ցուցադրել, ծաղիկներս ցուցադրել, ինչեր եմ գնել, էլի խանութ եմ մտել, երեկոյան տուն գալուս էլի ուրիշ հետաքրքիր բանել եմ գնել, բոլորը ձեզ ցուցադրեմ եւ անցնենք առաջ։ Ահա խնդրեմ, մագնոլիայի ճյուղեր եմ գնել այստեղ, կոկոններ են վրեն եւ կհետևենք, ընթացքին տեսնենք ինչպես կլինի, կբացվեն արդյոք թե կճորանան։ Գիտե չէ, ձեր համար էստեղ ցույց եմ տալիս, ինքն այսպեսի ծաղիկ Դա տեսեք ինչ գեղեցկություն է։ Գեղեցիկ ծաղիկներ։ Չեք ասում ազերը դզին էլի ջանակ, նոսներդ կարաս հանես։ Այսպես ինձ կարմիր ծաղկամանի մեջ։ Խնդրեմ, ծաղկած պատրաստ։ Որոշեցի սրանից գնեմ, որ մի քիչ երկար մնա, նայեք ինչ սիրուն է, երկար ժամանակ գեղեցկացնի մեր տան պատերը։ Իսկ ես գնամ սուրճ վերցնեմ ու գամ նստենք էֆիր ուղիղ եթեր միացնեմ, սուրճը գցեմ մյուս կողմը, նստենք ուղիղ եթեր անենք։ Լավ, փիսիկն էլ հետս, աչա պտտվում, ձախա պտտվում, հոպ, ման։ Այսի խաղալիք չի քո համար, նայեք ինչ գործի։ Այսի քո համար խաղալիք չի։ Հոպ, օլա, վերան չոնը ջեկա փող եմ տվել արել, հոպ։ Նայեք սրան, հլը, если костоматин, алло, как тебе не стыдно, а вдруг тебе вредно она? Равичагин, Равичагин, алло, вох, чикарели, чудес, чудес. Ты не мек тук сран. Харталов сын. Всё. Հալը կստվացին, հոճ, ծաղիկը ստանեմ ջրում, տեմ կոտրեցինք ծաղիկը դեկորի։ Ինչ-որը հազարատ կոկոն կահոր են ծաղկին գնացինք դնենք ծաղկամանում։ Եվս մի գեղեցիկ բարի լույս, բարի առավոտ, երեկոյան մոռացել էի այս մագնոլիայի չոփերը ջրի մեջ դնեմ, խեղճերը ասեցի կչորանան կթափվեն երևի, բայց դե ոչ, եկեք տեսեք, որ շատ կայուն ծաղիկներ են։ Համովեր ջուրիկը, քեզ ջուր չունես, որ խմես ստեինը խմեցիր, դե ասա տենամ, համովեր ջուրիկըտ, խմի սիրուն ես, բույզի կտծակ էր լծվեց պրշտումա, դրա համար քեզ աման ունես, ընդիան պետքա խմես, Վաշ, առողջություն քեզ, մի սիրուն ես, վաշ, պրշտումա, գրիպ ես ընգել, դի тоже վիրուս պրիցեպիել, վաշ, չմտնես հողերը, հողը չմտնես, սիրուն ես, պրիստ դանում, գրիպ անգել իմ պիսիկս հլա։ Куда идешь? Ты куда идешь? Львочка працадես նորի։ Վուխ իմ սիրուն։ Մհատ ինձ նայի, այս ինձ պատը դեսը սիրուն նայի։ Ինչ ես ուզում այդ ճաղիկներից է, ինչ ես ուզել, ինչ, գարուն է եկել, բա ինչ պտի աներ, վերջապես որ եկել է ինչ, դե որ եկել արի գնանք տենանք դրսում ինչ եղանակա։ Նո արևը, իմ երկու նկարելու բանն են, որ ամեն առավոտ պետքա նկարել, ող, պիսիկը կտի հողին, չասեցի չմտնես հողերը արա, չասեցի չմտնես հողերը, քիթի թող ես կպցրել, թացեր քիթը ջուր խմեցիր, սիրուն, արևա դուս գալես նայ, մի հատ կլոր բուջուր արև, որ ամպերի հետևից թխված ամպամացա եղանակ ճամփեք լցեղ, սկսվել է, բայց դե սա ոնց որ թե ցրտում է։ Տեսած եք, ուզում եմ փողոց անցնեմ, նայեք,
Այս մի ավտոն ստեյաձնի տակ հնարավոր չի առաջ փակած։ Այս մի ավտոն ստե հես մեստե որտեղ անցնեմ փողոցա։ Հետ պետք է գնամ այս ամբողջ ջունը կոխրջելով այն շենքի առաջով գնամ պատտեմ նայեք ինչ լկտի վիճակը։ Երկու ավտոյի արանք։ Տեղ չկա որ մարդ անցնի այս արանքով իմ ռազմերներս չի անցնի։ Հիմա կասեք ես գիշերվա կեսին է տուր ես գնում որ մեկ էլ բողոք ես այդ ձներից մեքենաս երեկոյան գործից ուշ է եկել շատ հեռու եմ կանգնացրել տնից ահա որ հեռու գնում եմ հետ բերեմ։ Թաստեի ձմեռը հալոցն անգել սենց կատվում հալում ամեն ինչը ճտը չրը սաղջրերը բայց տեսեք ինչ ջրհոսները ասկսվելու էսա խնդրեմ այսքան ձյունը Մոսկվան են լպստում մենակ որ արտաքին տեսք սիրուն երևա ամեն ինչի բա մնացած տեղերը հեսեք ինչա կատարվում Մոսկվայում փողոցները այսպես չէր դաժե այն ամենահասարակ շենքի առաջները մաքուր մաքրած էր բուկվալնա 2 օր առաջ եմ ընդեղ եղել խնդրեմ կանոն որ սկսում ենք համեղությունների շաքարավազս մի մասը դեղին է մի մասը սպիտակ որովհետև երկու սորտ է մի բաժակ շաքարավազ 5 հատ Արագ խառնում ենք ու մի բաժակ էլ ալյուրի հետ գցենք դուխովկեն մի հատ բիսկվիտ սարքենք որ սուրճ խմենք Ինչը կարող է լինել այսքան գեղեցիկ ու սիրելի նայի գալիս է հոտ քայցի իմ ձեռքերից մտածում ա թե լավ համովզատեր եմ բերել հեսա տամուտ ես Քան թե գարնանային գեղեցիկ օրը նման ծաղիկներով նայեք ես մի հատ կոկոնը արդեն բացվում ա Այն պարկուճները ինչա վրից թափել արդեն տեսնենք ոնց կստացվի Շատ եմ ուզում մի հատ բացվի տեսնենք ինչ գույն ա ունենալու ինչպիսին ա լինելու սա այս ծաղիկը հենց Մոյ պոտուհանները արդեն լվանալու ա Խմորս արդեն պատրաստ է ինչ ընտիր ծակոտիներով հարուստ խմոր է ստացվել Բիսկվիթի խմորը մի քիչ իմ դուխովկան շատ վատ է թխում ես վերջերս դուխովկաս ֆունկցիայից խախտված է մասնագետել չենք ճարում որ հենց այդ ֆունկցիաները կարգավորի իմենը հոսանքի հետ չի ինչ որ ֆունկցիաներն աչքի դեմ էդի ինչ են ասում տենց մի խնդիրավորը պետքա կարգավորել ամենայն դեպս էլի որ խնդրեմ պատրաստ է արդեն թխեց շատ համեղ ստացվեց բակրայինի մերի մնացած ժամանակների նման չվառեց Իսկ հիմա էլի պատրաստվում եմ շատ արագ ձևով պետք է հասցնեմ աշխատանքի գնամ աշխատանքի գամ եւ օրս ձեզ հետ կկիսվեմ քանի որ դեռ խոստացել եմ որ երեկոյան էլի ինչպես միշտ ամեն օր ուղիղ եթերներ բայց շուրջ 4 օր է ուղիղ եթեր չեմ անում գիտեք որովհետեւ հիվանդ եմ եղել իսկ հիմա Այսպես հագնվում եմ պատրաստվում եւ միաժամանակ ձեզ հետ կիսվում եմ իմ պլաշս ցույց չտվեցի անցած անգամ որովհետեւ չհասցրեցի իսկ այստեղ որոշեցի հագնեմ համ ձեզ ցուցադրեմ համ էլ ասեմ որ ես արդեն լավ եմ եւ գնում եմ աշխատանքի 4 օր է տնից դուրս չեմ գալիս 4 օր է ուղիղ եթերներ չեմ անում բոլորդ էլ որ գրել եք բաժաշկա եք արել շնորհակալ եմ հիմա շարունակում եմ վլոգս կյանքի մեջ է եւ ահա տեսեք Գնամ սապոկներս էլ հագնեմ այսպես թեթև ոչ շատ երկարը ոչ էլ շատ կարճ այս մասերն են մի քիչ sense կարանք նորից բացենք փողոցներ չլինի այսքան շատ Ոչ լավն է Գարնանային տրամադրություն եւ գնացինք ճանապարհին։ Ծաղիկներս ջրելու հավաքելու աստավերքը մենք կգամ կհավաքի։ Եղանակը բացվել է, տրամադրությունը գարնանային է եւ ես ձեզ ասում եմ, ողջույն եւ բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ։ Ինչպես եք, ես լավ եմ եւ ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Ուզում եմ որ դուք նույնպես լավ լինեք եւ շարունակենք մեր հերթական վլոգը։ Որոնից ուզում եմ միայն եւ միայն լավ ու բարի տրամադրությունով տրամադրվեմ, թե ձեր նկատմամբ, թե իմ կյանքի նկատմամբ եւ թե բոլոր խնդիրների նկատմամբ։ Ինչպես տեսնում գիտեք եւ հասկանում եք։ Իմ շատ ու շատ սիրելի հետևորդներ ջան, 2 օր այֆիրներ չեմ անում, բոլորդ գրում եք
Բոլորից շատ շնորհակալ եմ, բայց ոչ մի բան չի պատահել, միայն եւ միայն հիվանդ եմ։ Չեմ կարողանում երկար զրուցեմ։ Անընդհատ կոկորդս չորանում է այս գրիպոս վիճակից, այս տհաճ վիճակից, դժվար վիճակից։ Սիրելիներս, ինչ եմ ուզում ասել։ Այսօր երեկոյան ուզում եմ ուղիղ եթեր միացնեմ ու մի քիչ զրուցենք միասին, արդեն վաղուց չենք հանդիպել եւ իհարկե ինձ թվում է մի քիչ էլ հետաքրքիր զրույց կունենանք։ Սիրելիներս, կադրս այնտեղ ավարտվեց, շատ հրատապ գնացի աշխատանքի, մինչև հետ եկա էլ ժամանակ չարեցի, շատ ուշանում էի ճիշտն ասած ժամանակ չարեցի, բայց հիմա մի քիչ տեսանյութ եմ ձեր համար թողնում այստեղ, մի քիչ խոսում եմ ուղիղ եթերներից եւ ահա շարունակեմ, ամբողջը կլսեք, խնդրում եմ դեպորդներ, բոլորիդ բարի լույս, բոլորիդ բարևներ, ինչպես եք, ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, ուզում եմ այսպեսի նախաբան նկարահանել իմ հերթական տեսանյութի համար, բարի գալուստ գարուն, բոլորիդ գարնան տոնը շնորհավոր, մի անգամ եւս գարունը բացվել է, տոներն սկսվել են, միայն գարնան առաջին օրը չէր որ տոն է, բոլոր տոները դեռ առջևում են եւ իհարկե հույս ունենանք, որ ամեն ինչ շատ լավ կընթանա։ Բոլորիդ մաղթում եմ լավ ուրախ տրամադրություն, առողջություն, ամենակարևորը խաղաղություն լինի ամենուրեք, խաղաղություն, որովհետև այնինչ հիմա կատարվում է մեզ շրջապատող երկրներում, մեր երկրում եւ առհասարակ աշխարհում մեծագույն վտանգ է բոլորիս կյանքի համար, առողջության համար, աշխատանքի համար եւ այլ շատ գործերի համար։ Ուզում եմ, որ ամեն ինչ շատ շուտ հարթվի, Աստծո օգնությամբ եւ Աստծո օրհնությամբ ամեն ինչ հարթվի, որովհետեւ ուրիշ ելքեր չեմ տեսնում։ Միայն Աստծո ձեռքն ու ուժը կարող է այդ ամեն ինչը հարթել։ Ինչևէ, ես ուզում եմ մի քիչ խոսեմ իմ վլոգների, իմ ուղիղ եթերների մասին։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման լավ ընտանիք YouTube-յան, բայց ունեմ դժգոհություն։ Դժգոհ եմ ինչից, դժգոհ եմ նրանից, որ անհաշտ են, խաղաղ չեն, անընդհատ վեճեր, անընդհատ կռիվներ, հարգելիներս, ես դրա համար չեմ ուղիղ եթերներ մտնում, սիրելիներս, ինտրիգաները ինձ ընդհանրապես պետք չեն։ Ես բացարձակապես ոչ վիճել, ոչ կռվել, ոչ էլ ինչ-որ մեկը մյուսից նեղանալ, ին վրա թշնամիներ հավաքել, թշնամիներ տալ, թշնամանալ որևէ մեկի հետ, բացարձակապես ոչ ցանկություն ունեմ, ոչ կարիք ունեմ, ոչ էլ ուզում եմ որևէ մեկը թշնամանա, թե իմ հետ, թե ես իրեն հետ։ Ինչպես հասկացաք, բնավորությամբ ես ավելի շատ խաղաղություն եմ ուզում մտցնել, խաղաղ եմ ուզում ապրել եւ ունենալ խաղաղ կյանք, հանգիստ քուն, վերջը։ Հերիք է դժգոհությունները, հերիք են դժկամությունները, ժողովուրդ ջան, բերեք խաղաղ ապրենք, հա ոնց որ այն մուլտիկում կասեր, ребята, давайте жить дружно. И это нам очень нужно. Ովքեր ռուսերենը չեն հասկանում, թարգմանեմ ընկերներ, ժողովուրդ ջան, երեխաներ, եկեք ապրենք խաղաղ, ընկերական եւ իհարկե որ դա բոլորիս է պետք։ Այսպես, այդքանը իմ ուղիղ եթերի մասին, կցանկանայի մի քիչ մարդիկ իրենց կոռեկտ պահեն, մի քիչ քննարկեն, մի քիչ դիտողություն անեն մեկը մյուսին, որովհետև ես ունեմ շատ ընտիր մոդերատոր, ես ինքս շատ լավ ղեկավարում եմ իմ ուղիղ եթերը, այստեղ մի քիչ խիստ կխոսամ, որովհետև արդեն հոգնեցրել է, արդեն ձանձրացրել է այն միտքը, որ մեկը մյուսինը սկսում են մի բան ասել, ինձ ասել ես մեկին էս ասա, այն մեկին են ասա, էս արա, այն արա, ժողովուրդ միած ստոպ։ Ես իմ էջում եմ, իմ ալիքում, իմ օջախում ու իմ ընտանիքում։ Ինքս դեռ ոչ մեկի թույլ տված չեմ, որ մտնեն իմ ընտանիք ու ինձ կառավարեն, ինչը որ նաև ես չեմ անում։ Ոչ մեկի ընտանիք չեմ մտնում, ոչ մեկի տունը չեմ կառավարում։ Ես ում էլ որ օգնել եմ, ում էջերով կիսվել եմ, հատկապես շատ զրույցներ են գնում այն մասին, որ
այս մեկից նեղացել եմ, այն մեկից բարիշել եմ, հատկապես վազերի էջի մասին են հարցնում, նեղացած ես, որ չես գնում, ով ա ձեզ ասել, որ ես չեմ գնում, ով ա ձեզ ասել, որ ես իրենց հետ չեմ շփվում։ Ես իրենց էջը գնում եմ, պրոստը այս վերջերս չեմ հասցրել, նախ 4 օրա ես ինքս էֆիրներ չեմ մտնում։ Երկրորդն էլ մարդը իր էջը վարում է, ղեկավարում է, ինչ պարտադիր է, ես ամեն անգամ գնամ, ես մտնում եմ, բոլորը սկսում են ինձ բարևել, շնորհակալ եմ, հարգանքը տեղն է, մենք իրար հետ վիճած չենք, մենք իրարից նեղացած չենք, ընդհակառակը մեր շուրջ բոլորը ինչ կատարվում է, բոլորը կապում են մեր հետ, բոլորը կապում են մեր նեղացածության հետ, ես վազիր եղբոր հետ ընդհանրապես ոչ պրոբլեմ ունեցած եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ, փառք Աստծո, ես իրեն ընտանիքն եմ հարգում, ինքը իմ ընտանիքն է հարգում, մենք արյունակից բարեկամներ չենք, մենք շատ խիստ մոտ մտերիմներ չենք եղել, ծանոթացել ենք YouTube-ի հարթակում, ես կիսվել եմ իրեն էջով, մարդը անշնորհակալ չի եղել, իրեն մեծագույն հարգանքը, նույնը ես իրեն նկատմամբ մեծագույն հարգանքով վերաբերվում եմ ու իրեն էջը ինքը ղեկավարում է, ունի իր էջը, ինչ կա դրա մեջ կիսվել ենք իր էջով, թող շարունակի, ես ուրախ եմ, ես ուրախանում եմ եւ իրեն հաջողություններով, եւ իմ հաջողություններով, եւ խնդրում եմ բոլոր թեմաները փակեք։ Ոչ մեկը ոչ մեկի հետ կռված չի, ոչ մեկը ոչ մեկի հետ ընդհարված չի, իսկ իմ թիկունքում, թե դուք բոլորդ ով ում հետ ինչով է զբաղվում, ով ում հետ որտեղ է վիճել, ով ում հետ որտեղ է կռվել, բայց ես որ բոլորի հետ շփվում եմ, դա չի նշանակում, որ ես էլ եմ բոլորի հետ կռված, կարող է դուք իրար հետ չեք խոսում, չգիտեմ ով ուզում է թող իրա վրա վերցնի, բայց ես եթե շփվում եմ եւ նրա հետ եւ մյուսի հետ, դա չի նշանակում, որ ես այն մեկի դավաճանեցի, այն մեկին թշնամի դարձա, այն մեկին ընկերացա, այն մեկին բարեկամացա։ Ես բոլորիդ էլ վերաբերվում եմ որպես իմ YouTube-յան ընտանիքի հետևորդներ, իմ YouTube-յան ընտանիքի անդամներ։ Եկեք չանձնականացնենք ոչ մի վերաբերմունք, ոչ մի երևույթ եւ ոչ մի ասված խոսք, հա, ես ինչպես տեսնում եք միամիտ նստում եմ, մեկը մի հարց է գրում, ես այդ հարցին որպես սովորական հարց պատասխանում եմ, պարզվում է, որ այդ հարցի տակ շատ իրադարձություններ կան, որոնցից ես տեղյակ չեմ, ստացվում է նենց, որ ես ով գիտի ում հետ է գործանում, ով գիտի ում հետ է կապված, հասկանում եք այնպիսի այդ խաբարները, որ իմ ականջն է հասնում, դա Ինչպես միշտ իմ կրասավչիկը բոլորիդ բարևներ այդ խաբարները, որ իմ ականջն է հասնում, դա սիրուն չէ, ժողովուրդ ջան, հաշտ համերաշխ խաղաղ ուղիղ եթերներ ենք վարում, ունեի հաշտ ու համեստ խլոք ալիք եւ շարունակում եմ նույն ձևով էլ վարել, ես չեմ փոխվել, ես նույն մարդն եմ, ես այդ տհաճությունները, այդ դժգոհությունները, այդ ջահելական վեճերը, չգիտեմ, իրար հանդեպ ձեր ունեցած բոլոր զգացմունքները թողեք այն կողմ, թողեք մի կողմ, եթե տղամարդկանց հետ շփվելը այդպես տենց զարմանք էր, չգիտեմ ինչ էր, տղամարդիկ թող չշփվեն մեզ հետ, եթե կանանց հետ շփվելը այդքան տենց դժվար էր, արդեն հերիք է, հա, վեճեր, չգիտեմ, ինտրիգաներ, չգիտեմ ինչ էր, մի հատ կոնկրետացեք, ես ձեզ հարգում եմ, հատուկ իմ թեմաները չեմ բերում, ձեր վզին փաթաթում, ես ձեզ հետ ինչ որ ավելի կոպիտ ձևերով չեմ վարվում, ոնց որ մնացած էջերում են վարվում, կարան բոլորիդ ինչ որ գեղեցիկ բառեր են գրում, այդ նույն ձևով ես էլ ցաղեն կոպտեմ, բայց ինչի Չէ որ միշտ խաղաղ ապրել ենք, խաղաղ շփվել ենք եւ սիրուն շփվել ենք։ Այսօրվանից կխնդրեմ իմ էֆիրում, բացի իմ մոդերատորից, ոչ մեկը ոչ մյուսին դիտողություն չանի ու բացի ինձնից հարցեր ունեք լուծելու դուրս իմեջից եւ դրսում լուծում եք ձեր բոլոր հարցերը վերաբերվում է անխտիր թե աղջիկներին, թե տղաներին, թե մարդկանց մի քիչ միջահաս մարդկանց ու ծերերին եւ թե նույնը միջահաս կանանց ու տարեց կանանց, բոլորիդ է վերաբերվում, բոլորիս է վերաբերվում ու չեմ սիրում ընենց մոմենտներ, որ թե ով է ինչ անում, չմտածեք, չկարծեք, թե ես դա չեմ նկատում, ով է ինչ անում, ինչ եք ուզում ասեք դրանով, բոլորը դուրս են եկել իմ դեմ, ինչի համար, եկեք ուղիղ եթեր, հրավերք եմ անում, ուղիղ եթեր, բոլորս միասին կիսվենք, զրուցենք, շփվենք, հասկանանք Մեկը հետս մի քիչ ակտիվ շփվում է թե չէ, 3 օրից գրում է Նելի ջան կներես, այլևս չեմ կարող գալ քո էֆիր։ Լինի դա աղջիկ, լինի դա տղա, մեծ թե փոքր։
Ժողովուրդ ջան, դուք ձեր ուղեղը ունեցեք, դուք գալիս եք իմ հետ շփվելու, քանզի բազմիցս գրել եք Նել ջան քո հետ հետաքրքիր է, Նել ջան քո հետ շատ հանգիստ է, մեզ հաճելի է, ձայնդ լավն է, դու լավ մարդ ես, ուր կորավ այդ ամեն ինչը, եթե ինչ որ մեկը պետք է ձեզ ստիպի, որ դուք չգաք իմ էֆիր։ Մի քանի դեպք է եղել արդեն, մի քանի չէ, շատ, եթե այս ամեն ինչը այսպես չշարունակվի չլինի, ես շատ դժգոհ եմ, իմ վարած աշխատանքը, իմ տրամադրած ժամանակը, իմ ամեն ինչը ու հիմա իմ դիտումները, իմ ուղիղ եթերները, իմ ալիքիս ակտիվության քանակը բացարձակապես չեն համապատասխանում, ժողովուրդ ջան, դա գալիս է նրանից, որ իմ էֆիրներում անհաշտություն կա, որը որ երևի թե իմ բարի բրավորությունով ես եմ թույլ տվել, պետք չէ որ այդ ամեն ինչը լինի իմ էջում, առհասարակ սրանից հետո լինեն իմ մտերիմները, լինեն իմ, ինչպես են ասում, բարեկամները, լինեն ով ուզում է լինի, համարելու եմ ինձ թշնամի, ով այսինքն իմ վատը ուզող, ոչ թե ինձ թշնամի, ով նպաստի իմ ալիքի դանդաղելուն, իմ ալիքի ակտիվությունը ընկնելուն և իմ ալիքի ոչ առաջ գնալուն։ Եթե դուք ուրախանում եք, ակտիվանում եք իմ ալիքը նեղություն տալով, իմ ալիքին դժգոհություններ, իմ ալիքին, ինչպես ասում են, հետ գցելով, ապա Աստված կրկնակին ձեզ տա, դուք այդքան հետ ընկնեք, տեսնեմ ինչքան կուրախանաք։ Այն դեպքում, որ ես վատը ցանկացող մարդ չեմ երբեք, ու ինչ եմ ուզում ասեմ, փոքրերի հետ փոքր եմ շփվում, հերիք հա, գնաք, գաք, ասեք, աղջիկ ջան, դու այս տարիքի երեխա ես, ինչ գործ ունես այստեղ, մենք երբեք չգիտենք, այնտեղ 12 տարեկան երեխա նստած, թե 30 տարեկան մարդ, որը ամաչում ասի 12 տարեկան եմ, այդ մեկ, եւ երկրորդ, դուք չեք որոշում, ես եմ որոշում, ով իմ հետ շփվի այդտեղ։ Մյուսը գալիս է սրեդնի ոզրաստ, դե սիստենից խոսում ենք, ամեն ինչից խոսում ենք, լավ խորհուրդ եմ տալիս, բարի խորհուրդ եմ տալիս, երբեք չարը չեմ տրամադրում, մնացածների ում ինչ գործնա ով է այդտեղ իմ հետ ինչ խոսում, իմ համար մեկ է էկրանի հետևում ով է նստած, հասկացեք, այդ պահին խոսում են սիրուն, կուլտուրական, առանց ավելորդ քֆուրներ տալու, առանց ավելորդ տհաճ խոսքեր ասելու, վատ բառեր ասելու, ես դա եմ հարգում, այդ պահը շփվեցինք, դուրս եկանք, ուղիղ եթերների նպատակները որն է, կա նպատակ, նպատակային թեմատիկ մտնում են ուղիղ եթերներ անում, բայց ես ինչքան դա արել եմ, ես նկատել եմ, որ դուք ուզում եք սեփական շփում, խնդրեմ, ես միշտ գնում եմ ընդառաջ ձեզ, ես կարամ իմ կապրիզները ցույց տամ, ես կարամ իմ ուզած բաները ցույց տամ, բայց ես ուզում եմ, որ իմ էֆիր մտած մարդիկ էլ իրենց լավը զգան, հա, ձանձրալի չլինի։ Եվ երկրորդը ասացի, ես կորոշեմ ամեն դեպքում, ով մնա այդտեղ կապ չունի, մեծերի հետ մեծ եմ շփվում, փոքրերի հետ փոքր եմ շփվում եւ տարեցների հետ տարեց եմ շփվում, ես այնքան դաստիարակություն ունեմ, ես այնքան կուլտուրա ունեմ, ես այնքան լավ ծնող եմ ունեցել, որ ինքը այդ ամեն ինչը դրել է իմ մեջ, ես կարողանում եմ մարդկանց հետ նորմալ սիրուն ձևով հարաբերվել եւ բոլոր անձնական շփումները այսօրվանից վերացնում ենք, էֆիրի ժամանակ ոչ մեկը ինձ չգրեք, որովհետեւ երբ որ դուք գրում եք նախ կապը կտրվում է, էդի մեկ, երկրորդն էլ ոչ մի բան չեմ ուզում, ոչ լսել, ոչ իմանալ, շփվում ենք սովորական, հասարակ ու մակերեսորեն, ոչ մեկի անձնականը ինձ չի հետաքրքրում, ոչ մեկը իմ անձնականով թող չհետաքրքրվեն, շփվում ենք ընդամենը в рамках YouTube-ը, այդքան բան, YouTube-ի ռամկաների մեջ, մտանք, շփվեցինք, անծանոթ մարդկանց նման թողեցինք դուրս եկանք։ Ուրիշ ինչ կարամ ասեմ, համենայն դեպս, բոլոր նրանց, ովքեր ինձ հարգում են, շնորհակալ եմ սիրելիներս, ձեր հարգանքի համար, ձեր պատժկայի համար, ես դա տեսնում եմ, ես դա գնահատում եմ, եւ եթե ինչ-որ մեկի հետ շփվում եմ, հարգելի ժողովուրդ, մարդու հետ շփվելը, թե լինեն Facebook-ով, անձնականով, նախ դա ձեր գործը չի, թե ես ում հետ ինչպես որտեղ կշփվեմ, այդ մեկ, երկրորդ, եթե ես ինձ մեկնում եք գրում եք, շփվում ենք, եւ ինչ որ միտեղ էֆիրի ժամանակ ասում եմ, «Էս ինչ ջան, ես քեզ անձնականով, էս ինչ տվյալը կուղարկեմ», ասենք մեկը ասում է, «Նել մի հատ գաթայի սիլկա ուղարկի, նել մի հատ, էս ինչ նկարը ուղարկի, նել մի հատ էս բանը ինձ երգը կուղարկես», ինչ կա դրա մեջ։ Մարդու հետ շփվելը ամոթ, հա։ Ես հոյեսի ինչ կապերի մեջ չենք մտնում։ Հերիք է
տխմար, ինչպես ասում են, տհաճ խոսակցություններ ուղարկեք իմ հետևից։ Եթե ձեզ թվում է ես դրանք չեմ տեսնում, չեմ լսում, չեմ նկատում, չեմ զգում, դուք որ չասեք էլ, մեկդ մյուսին խոսացնում եք, մեկդ մյուսին տալիս եք իմ համարը, մեկդ մյուսին տալիս եք հարցեր, որ ինձ տան, այդ հարցերի պատասխան դուք ստանք ժողովուրդ, ես այդ ամեն ինչը նկատում եմ։ Դուք ուզում եք ինձ կոնտրոլ անեք դրսից, բայց մոռանում եք, որ իմ ուղեղը աշխատում է, ես էլ էստեղ եմ։ Ես եմ ինձ կոնտրոլ անում, ոչ թե դուք։ Ձեր բոլորի տարարքները դուք 1000-ն եք, 5000-ն եք, ես մեկը։ Ես դուք մոռանում եք, որ այդ բոլորի տարարքները այսպես գալիս են իմ մոտ հավաքվում են, եւ ես այսպես 1000 մատից պես հավաքում եմ, մի բուռ եմ անում ու սկսում այսենց բոլոճկեքի վրա դասավորել, ով ինչ խոսած, ով ինչ ասեց, ուրեմն այս մեկի ասածը էս էր նշանակում, են մեկին են, մեկին մի թույլ տվեք, որ ես ձեզ կարդամ։ Այդքան մի նվաստացեք, այդքան մի ընկեք։ Ես ձեզ շատ եմ սիրում, հարգում եմ, պետք չէ, էդի իրանք կհասկանան ամեն մարդ, թե ումից եմ ինչ խոսում, հասկացեք, ինձ պետք չէ, ես նույնիսկ եթե ինչ-որ մեկից ինչ-որ մի բան եմ ասում միտեղ, ես դրա պատասխանը կարամ տամ, ես չեմ ամաչում, ումից ինչ եմ խոսացել, այն ինչ որ խոսացել եմ ինչ որտեղ, խոսում եմ նաև այստեղ, ու կխոսամ եթե պետքա, ես խնդրում եմ հանգիստ թողեք ինձ, իմ անձնականը եւ անձնական բոլոր շփումները բերեք դադարեցնենք, առանց նեղանալու, առանց վիրավորվելու։ Շնորհակալ եմ ես ձեզ բոլորից, շփվում ենք միայն եւ միայն ուղիղ եթերներում եւ մեկնաբանություններ կարող եք գրել իմ վլոգների տակ։ Всё, այլևս ոչ մի անձնական շփում։ Ունեմ մոդերատոր, որի հետ շփվում եմ, վարում եմ իմ էջը եւ եկեք այս մանկական խաղերին մենք դադար տանք։ Ուզում եք մնալ իմ հետ, շփվում եք ուղիղ եթերներում, մեկնաբանում եք միայն եւ միայն իմ զապիսների բաժինը կամ իմ վլոգները։ Եթե ոչ, այլևս ես չգիտեմ ինչպես վարվել, որ ամեն ինչ լավ լինի։ Ես իմ не дождётесь, որ ասում եմ, իմ ուղիղ եթերները չեմ փակելու, թող ոչ մեկը դրա վրա չուրախանա, ես իմ էջս չեմ թողնելու, նույնիսկ եթե մի հատիկ պրասմոտրել հավաքի, մենակ այդ մի հատիկ մարդու համար մտնելու եմ ես իմ ալիք։ Թող ոչ մեկը ոչ մի բան չչարչարվի։ Իմ թիկունքում շատ վատ բաներ են կատարվում, որը ես նկատում եմ, որը ես տեսնում եմ, որը գալիս է հասնում է ինձ, որ մեկն ասեմ։ Եթե չեք ուզում, որ ես այստեղ հենց իմ վլոգներում կամ իմ ուղիղ եթերներում բարձրաձայնեմ, անուններ տամ, վատաբանեմ, ապա բոլորը ձեզ պահեք սիրուն, փոխեք ձեր կարծիքը իմ մասին, որ ես վատ մարդ չեմ, փոխեք ձեր կարծիքը իմ մասին, որ ես բամբասկոտ չեմ, փոխեք ձեր կարծիքը իմ մասին, որ եթե նույնիսկ ես մեկին խորհուրդ եմ տվել, մեկի էջով կիսվել եմ, մյուսին մի բան լավն եմ ասել, մյուսին մի բանը էս եմ ասել, դուք դրանով ինձ մի դատեք, ես ուզում եմ բոլորդ էլ լավ լինեք, բայց ես չեմ կարող այնպես անեմ, որ դուք բոլորդ իրար հետ լավ լինեք, դա միայն դուք կարող եք անել, եթե դուք չեք կարողանում իրար հետ շփվել, իրար կառավարել, ապա ամեն ինչ մի կողմ դրեք, միայն իմ հետ շփվեք, իմ էֆիրում, ու всё, հերիքա, ես խնդրում եմ այլևս իմ էֆիրները կռվի դաշտ չսարքեք, անձնական վերաբերմունքների դաշտ չսարքեք, այլևս իմ էջերում սխալ բաներ չանեք, չգրեք, չլսեմ բոլորովին, եթե ինձ հարգում եք, բոլորդ էլ մտեք իմ հետ շփվեք, եթե չեք գա, չեք շփվի, ես կհասկանամ, որ դուք ինձ չեք հարգում, դրա համար էլ ուրիշներին եք լսում ու չեք գալիս իմ էֆիրներ, այնպես որ ես բոլորիդ սպասում եմ, ես բոլորիդ սիրում եմ եւ հարգում եմ, ես բոլորիդ անպայման կսպասեմ իմ ուղիղ եթերում, հենց այսօր, առայժմ սիրելիներս։